Վերջին 20 տարում ամեն դեպքում այս շենքը մի քիչ ավելի ուշ է կառուցվել, վերջի տասնամյակում այսպիսի բան տեղի չի ունեցել, որ մենք նույնիսկ ընդհանուր բաժին չկարողանանք մուտք գործել եւ ներգրավման դիմում ներկայացնել, չնայած դրա անհրաժեշտությունը այս պահին այդքան էլ չկա, որովհետեւ բոլորը տեղեկացված են, ներառյալ քննչական խմբի ղեկավար Նազելի Սարգսյանը, որ մենք այս կազմով ներգրավվելու ենք Մկրտիչ Սրբազանի շահերի պաշտպանության համար եւ նաեւ եթե անհրաժեշտություն լիներ մյուս հոգեվորականների շահերի պաշտպանությունը նույնպես պետք է իրականացնեինք, որտեղ մայրաթորից նման լիազորություն ունենք եկեղեցու զավակների շահերի պաշտպանությունը իրականացնելու համար։ Սակայն տեղեկացանք, որ հոգեվորականները այս պահին վկայի կարգավիճակում են այն անձինք, ովքեր որ այստեղ ում որ մենք այստեղ հանդիպեցինք եւ այս պահին այստեղ են գտնվում եւ զարմանալին այն էր, որ բերման ենթարկված հոգեվորականներին, որոնք որ ընդվզեցին իրենց հարկադիր այստեղ բերելու մասին, տեղեկացրեցին, որ վկայի կարգավիճակ ունեն եւ քրեադատավարական կանոնով հանձնեցին ցանուցագիր, ըստ որի 3 օր առաջ, այսինքն դեռ 3-օրյա ժամկետ ունեն, որպեսզի ներկայանան վկայի հարցաքննության համար, բայց հետ կանչեցին, Տեր Փառերին չենք տեսել, Տեր Հայկին եմ ես տեսել, նաև այլ անձանց, որոնց ցանկը քիչ առաջ պարոն Զորաբյան, ներսում, մենք առավոտյան ամբողջ այդ ընթացքում, երբ որ հոգեվորականները տեղափոխվել էին վարչության շենքում, այստեղ։ Հետո իհարկե մեզ խնդրեցին դուրս գալ, երբ որ մենք սկսեցինք Մկրտիչ Սրբազանի, գտնվելու վայրի մասին հարցադրումներ անել, այդտեղ անհանգստությունը սկսվեց, քննչական խմբի ղեկավար Նազելի Սարգսյանը մեզ ասաց, որ երբ որ բերենք, սկսենք քննչական գործողությունները եւ իհարկե այդ ներգրավման գործընթացում խոչընդոտ չի լինի, բայց ինչպես տեսնում եք, առավել քան 2 ժամ է, մենք Մկրտիչ Սրբազանի գտնվելու վայրի մասին տեղեկություն չունենք։ Երբ որ ես եկա այստեղ, պարոն Զորաբյանն արդեն այստեղ էր եւ մենք որոշեցինք, որ ես գնամ քննչական կոմիտե եւ այնտեղ հարցնեմ, որովհետեւ զանգում ես ընդհանուր բաժին իրենք տեղյակ չեն, զանգում ես քաղաքացիների հետ հաղորդակցության բաժին տեղյակ չեն, բոլորը ինչ որ իրենց սենյակներում, կաբինետներում, վարչություններում, գերատեսչություններում նստած են, աշխատավարձ են ստանում, պարգևավճարներ են ստանում, բայց երբ որ մի հատ տարական հարց է տալիս, որ որտեղ է ձերբակալվածը, որտեղ է բերման ենթարկվածը, այս պետությունում էլ ոչ մեկ ոչ մի բան չգիտի։ Իսկ նման նախադեպ եղել է, որ նախադեպերը դες վերջի չեն ասել, ճիշտ ասած 1-2 անգամ ա եղել, բայց դա այսպես գայուն գործերով չի եղել, միանգամից իմ պաշտպանյանին ուղղակի նայեք, արդեն ոստիկանության ուժերն են հավաքվում, վերևում, արդեն ենթադրվում է, որ հեսա մոտենում են, էլի, այս մեր աղմուկը բարձրացրել ենք, արդեն Մկրտիչ Սրբազանին կամաց մոտեցնում են, վարչության շենքին։ Եթե տեսնում եք, արդեն ոստիկանության ուժերն են հավաքվում։ Պարոն Արմանյան, այս գործողությունները կարող են դիտարկել որպես դեռևս հունիսին սկիզբ առած գործողությունների շղթայի մի օղակ։ Կարող են դիտարկել որպես դեռևս հունիսին սկիզբ առած գործողությունների այն է հոգեվորականների ձերբակալությունը։ Իհարկե, սրանք բոլորը փոխկապակցված գործողություններ են, փոխկապակցված արշավ է, եկեղեցու դեմ սանձազերծված հարձակումները հասնում են իրենց հերթական հանգրվանին, այսինքն ուղիղ հարձակվել մայրաթորի վրա չստացվեց, որովհետև ժողովուրդը այնուամենայնիվ իր սրբության սրբոցը կպահպաներ եւ անկախ իրենց քաղաքական ուղղվածությունից ունի հավատալիք, որի դեմ, ուրեմն սպառնալիքը կարող է ժողովրդի բացասական վերաբերմունքով չեզոքացվել, լուծումը գտան։ Իսկ միանգամից այս քանակի հոգեվորականների ձերբակալություն, եթե սպասելի էին գործողությունները, այս քանակի հարցը սպասելի է, ինչու է պայմանավորված միանգամից մի քանի հոգեվորականի։ Մենք խուզարկության որոշումները, որոնք որ հասցրեցինք, գանձապահ, հաշվապահ, բոլորը այստեղ են։
առավոտվանից, գիշերվանից արդեն խուզարկություններ են իրականացվել եւ որքան հասկացանք, դեռ մենք Մկրտիչ Սրբազանի գործով չենք ներգրավել, որպեսզի փաստաթղթավորված տեսնենք, թե իրեն ինչ կասկածանքի շուրջ են, ուրեմն հարցաքննելու եւ ինչ դատավարական կարգավիճակ են տալու եւ ինչում են մեղադրելու, բայց այդ անձանց, ովքեր որ Արագածոտնի թեմից այստեղ բերման են ենթարկվել, նրանց խուզարկության որոշումներում պարզ է դառնում, որ Տեր Արամ քահանայի ասվածի դեռևս սեպտեմբեր ամսվա, ասվածի վերաբերյալ, որ իրեն հարկադրել են ինչ-որ հավաքների մասնակցել, թե հարկադրել են չմասնակցել, այդ մասը մասնակցել, թե չմասնակցել։ Ես անկեղծ ասած իր ասածը չեմ, վերադասնասել է, որ ստիպել են մասնակցել։ Չէ, ինքը ասում է, ես մասնակցել եմ 2021-ին Դյունության բոլոր ցույցերին, բայց ոչ իմ կամքով, իմ վերադասը ինձ ստիպել է։ Հասկացա, օքեյ, որտեվ կներեք իհարկե, ես չեմ հետևում այդ անձի հրապարակումներին, ուղղակի գիտեմ, որ այդպես եկեղեցու դեմ արդեն ընդվզում է։ Գործում որևէ ձև կներգրավի Տեր Արամը Տիկին Ֆարմանյանը։ Ես չգիտեմ ինչ դատավարական կարգավիճակ կտամ, վկայի կարգավիճակ անպայման պիտի տամ, որտեվ Դանիել Հովհաննիսյանի ուղարկած հաղորդումը, որ այդ փաստը ինքը չի ներկայացրել հաղորդում, բայց իր հայտարարությունը արդեն զանգվածային լրատվական միջոցներով ուրեմն հաղորդված տեղեկություն է, որի փաստի ստուգման համար Դանիել Հովհաննիսյանը իր հասարակական կազմակերպության միջոցով ուղարկել է Հովհաննիսյանինը չի հաստատվել, բայց խուզարկության որոշումը այն անձանց, ովքեր որ հենց հիմա գտնվում են վարչության որ Դանիել Հովհաննիսյանի ներկայացրած հաղորդման այո հավաքներին ստիպելու դա մասնակցելու խուզարկության որոշում է Տեր Մկրտիչի Սրբազանի կներեք մեղադրանքին, կասկածանքին դեռևս չծանոթ չենք, որտեվ անձը չկա։ Պետությունը ըստ էության առևանգել է Մկրտիչ Սրբազանին։ Այսինքն չգիտեք ինչի համար են առևանգել, որ չի մտել, ես քահանաները, որոնք դուրս եկան եւ իրենց հրավիրել են հարցաքննության, ասվել է ինչի համար պիտի հարցաքննվեն։ Ինչ բանի շուրջ, փաստի շուրջ, ինչ գործի, ինչ տվյալներ պիտի իրենցից ստացվեն, ենթադրվում է, որ այո, որ ասել են, որ ձեզ հրավիրում ենք հարցաքննության։ Ես իրենց հետ չեմ